Հոգևոր կյանքը թե ռեշտակներն է վերաբերվում, թե անգամ Հիսուսին է վերաբերվում, թե մեզ է վերաբերվում մարդ։ Օրենք ունի Աստված։ Որն է այդ օրենքը։ Աստծո խոսքը ընդունելու ժամանակ, Աստծո խոսքի մեջ հաստատվելու ժամանակ, Աստծո խոսքով փորձվելու ժամանակ եւ Աստծո խոսքը փառավորվելու ժամանակ։ Աստծո խոսքը ընդունելու ժամանակն անցավ։ Աստծո խոսքի մեջ հաստատվելն անցավ, հիմա եկել է փորձանունի փորձի նոր թույլ տվեց։ Որպեսզի համոզվենք Աստվածաշունչը հաստատի մեզ այդ ճշմարտությունը, մենք Սուրբ Գիրք ունենք եւ այդ Սուրբ Գիրքով փորձենք կարդալ։ Ցանկը քանդողը օձը կխացնի։ Ժողովող 18-ը։ Մինչև ցանկը դու չքանդես, Սատանան իրավունք ունի հարձակվի քո վրա։ Ցանկը ո՞րն է։ Կարդամ, նայեք ուշադիր լսեք։ Աստված ստեղծեց մարդին եւ ասեց. Եվ Տեր Աստված առավ մարդը Եդեմի պարտեզից, որպեսզի զանիկա գործե ու պահի։ Գործե ու պահի։ Սա պատվերան է։ Իշտի գործեր, ինչ ապտի փոր անել, ջուր անել։ Աստծու համար գործեր և Աստծու համար պահեր է այգի։ Իսկ այդ պահելուման պետք է Աստված այգին պահելուման է ուշադիր։ Դա գրված է 15 խոսքում, ուշադիր է։ Սուրբ Գիրքը շատ հետաքրքիր է գրած, շատ զարմանալի և հրաշալի։ Տես ասում գործը պահել, հիմի պահելուման գրած է, պատվիրանատար պահելուման, և Տեր Աստված պատվիրեց մարդին սրո պարտեզի ամեն ծառից համարձակել, եթե դենց անես, և բարի է չարության գիտության ծառայ նյութեր, քանզի այն օր ուտես անշուքի մեռնես։ Էս իր գործելու և պահելու պայմանն է։ Պետք է նա գործեր և ինչ աներ, պահեր։ Բայց նա չգործեց և չպահեց։ Որ չպահեց, ցանկը քանդեց։ Մերժեց կյանքի ծառը։ Կենաց ծառի չկերավ, մերժեց նա։ Եվ եթե ուշադիր ուսումնասիրեք Սուրբ Գիրքը, որտեղից եք իմանում Սուրբ Գրքով ես կապացուցեմ համար առ համար, որպեսզի համոզվեք։ Տեսեք, Աստված ասեց, պարտեզի ամեն ծառեն համարձակեր։ Հիմի Եվայի պատասխանը։ Պարտեզի ամեն ծառեն պիտի չուտեք Սատան ասում։ Կինը պատասխանում է։ Պարտեզի ծառերը պտուղեն կուտենք, համարձակը չկա։ Էտով սորցեց նրան Ադամը։ Դիպչել բառն ավելացրեց, որտեղից ենք իմանում Սուրբ Գրքով, որ Ադամը Աստծո խոսքը չի ընդունել, որտեղից ենք իմանում։ Բացում ենք Առակաց 22 գլուխ 17-18 խոսքեր, նայեք։ Այս խոսքից մի կապացենք, որ ինքը խոսքը չի ընդունել։ Նայեք, ակաջը ծռի իմաստոյի խոսքը մտի կարա։ Եթե քո սիրտը իմ գիտությունը ստուր, բանզի կանոն քո սրտի մեջ պահես, հաճելի բան են։ Անոնք քո շրթումները պիտի հաստատվեն։ Մի կարդում եմ ես խոսքը Ադամի համար, եսի կարդում ենք յուրաքանչյուր մարդը, Ադամը։ Ականջը ծռե ամենագետ, ամենակալ Աստծուն մտի կարա։ Եվ քո սիրտը իմ գիտության դուր։ Եթե անոնք քո սրտի մեջ պահես Ադամը, հաճելի բան է։ Անոնք քո շրթումները պիտի հաստատվեն։ Իր շրթումները չէր հաստատված։ Ծուր մուր սովորեցրեց։ Եթե ընդուներ այդ խոսքը, հավատքով ընդուներ իր խոսքը, այդ խոսքը կմտներ իր սրտի մեջ և իր շուրթերը կհաստատվեր այդ խոսքը։ Ահա մեղքը, բուն մեղքը սա է, հանցանքը որն է, որ Սատանան առաջարկեց կյանք Աստծուց դուրս, եթե դու հավատում ես Աստծուց դուրս կյանք կա, դու աշխարհի ամենամեծ հանցագործն ես։
մարդը, որ մերժեց Քրիստոսին, հավատաց, որ աշխարհի սատանայի առաջարկած կյանքի մեջ կյանք կա, դա այդ հավատքը ընդունում են մարդիկ եւ դառնում են մարդասպան, գող, շնացող, այլանդակ պից մարդ։ Հանցագործությունն չի որ մարսպանես, հանցագործությունը նա է որ հանցանք ասա, որ կյանքը մերժում ես եւ սատանայի առաջարկած կյանքը ընդունում ես։ Այս սա հանցագործությունն է։ Ովքեր որ հավատում են երիտասարդներ, որ ամուսնանամ երջանիկ կլինեն, տուննամ երջանիկ կլինեն, փողունամ երջանիկ կլինեն, մեշնամ երջանիկ կլինեն, սատանայի առաջարկած կյանքն է։ Այս եկագնդի կյանքը, այս եկագը որ մապնում են, առաջացել է սատանայի խոսքին հավատալուց, այդպես է թե չէ, վրընդեց Աստված դուրս եւ առաջացավ այս մեղքի աշխարհը։ Սա այս մեղքի աշխարհը, եթե մենք հավատում ենք, որ այս աշխարհում կյանք կա, մենք հավատում ենք սատանային։ Սրտով հավատում ենք, որ սատանայի առաջարկած կյանքին ենք հավատում։ Այս ամենամեծ հանցագործությունը։ Եթե ես հավատում եմ կյանքը Հիսուսն է, ես էլ հանցանք չեմ անի, հանցագործ չեմ անի։ Ես կլինեմ Հիսուսի վերիզավակը։ Իր կյանքը կգա իմ մեջ եւ այդ կյանքն է կփառավորի հոր։ Փառավորի Հիսուսի անունով։ Իսկ ամազանությունը որն է, որ ձեր երկարացրեց եւ գերա։ Եթե ուշադրություն եմ ուզում դարձնել ձեր վրա, մի կարևոր մտքի վրա, որ ցանկությունը ոնց է, երբ առաջացավ ցանկություն։ Ցանկություն երբ առաջացավ։ Սատանան երբ որ ասեց, Եվան կարծում ենք, կինը տեսավ ծառը աղի կերակու եղավ։ Այդ ծառի կողքով որ անցնում էր, չի ցանկություն չկար։ Չի ցանկություն չկար։ Ցանկությունը ծնվում է հավատքից։ Ուշադիր լսեք, սա կարևոր բան եմ բացատրում։ Հավատաց, որ այդ ծառի մեջ կյանք կա։ Առաջանում է ցանկությունը։ Հասարակորեն վերեմ ին վրա, որ դու չլիրավորվես։ Ասում եմ փողոցով, դեռ մի գեղեցիկ աղջիկ է գալիս։ Նույն մայթով եմ ետում, թե դուս հավատացյալ եմ, ուշադիր լսեք։ Եթե ես հավատում եմ, որ այդ գեղեցիկ աղջկան նայելու մեջ ես լավ կզգամ ինձ, ես չեմ կարա չնայի նրան։ Կարող եմ հատել հետևից եթե նայեմ։ Հավատալ, եթե ես չեմ հավատում, որ իրա մեջ կյանք կա, իսկան ուզում ա գեղեցիկ լինի, եթե ես հավատում եմ, ուշադիր լսեք, կամ Աստծո խոսքին պիտի հավատամ, կամ էլ մեղքի կյանքին։ Նայեք ստեղ, ինչ ա գրած Արաքած գրքում։ Ասում ա գեղեցկությունը եւ վայելչությունը ունայն է։ Ես կամ պիտի ես գրածին հավատամ, կամ էլ իմ մեջի եղած մեղքի կյանքին։ Մենք չենք կարող։ Վայելչությունը սուտ է, գեղեցկությունը ունայնությունը։ Ես կամ պիտի հավատամ, որ Տիրոջ ասածն է ճիշտ, կամ էլ պիտի հավատամ իմ աչքի տեսածն է ճիշտ։ Երկու հավատ չի կարող գործել։ Երբ որ ես հավատում եմ, որ գեղեցկությունը, վայելչությունը ունայն են, կլինի պետք չի նայել։ Որ սիպես է չեմ նայի, չեմ էլ հետաքրի։ Կարող է մարդ եմ, աշկս տենը անցնեմ, վերջ։ Բայց ցանկություն կարող է ես հղիացնեմ, եթե մի մազաչափ հավատք ունենա մեջս, մի տեսեք ոնց եմ հղիացնում։ Նայեք ոնց եմ հղիացնում։ Տեսա, նա դեռ աշկի փոչով եմ նայում։ Հիմի ինքն արդեն անցել անձնից։ Հիմա միտքը սկսում աշխատել։ Ինչ լավն էր, ինչ գեղեցիկ էր, ինչ հաճելի էր։ Մի հատ էլ նայի, կյանքը նրա մեջ է, ճշմարիտ լավա։ Իսկ մտքերը գալիս, շուռ։ Արդեն հղիանում է։ Մտքերը գալու, սկսում է հղիացնել։ Հղիանում է, գրքում գրած է, ցանկությունը հղիանալով է մեղք ծնում։ Այս մտքերը գալիս, անկախ ինձ շուռ եմ գալիս։ Վայ որ կորա, մարդը չեր ու վազն եմ հետևից արդեն։ Հղիացել է, մեղքը ծնվել է ներսս, մեղքը ծնվել է, պտի կատարվի։ Իմացաք ոնց է երիտասարդներ խաբվում, մեղքի կյանքին հավատալով եք խաբվում։ Ուրեմն նախ հավատքը, հետո ցանկությունը հղիացավ, մեղքը ծնվում է։ Ետ ծնվավ մեղքը, նայեք եղբայրներ։ Դեր ծառիշ կերած մեղքը ծնվել արդեն։ Նայեք ճիշտ անցես։
Իրը տեսածառ է ագի կերակուրի համար, մարմնի ցանկություն, հաճելի աչքերի, աչքի ցանկություն, փափագի իմաստունում, տեսեք կյանքի ամբարտավանություն, բայց այդ ծառի չի կերել։ Մեղքը ծնված է չէ։ Մեղքի բնությունը ծնված է չէ։ Տեսնեք ծնվել է։ Ծնվել է, մեղքի բնությունը ծնվելուց հետո է ծերը երկարացնում ուտում։ Բայց եսի կարծում եք ես տեսնում էի առաջ անգամ կարդալուց։ Չէի տեսնում։ Եսի սուրբ հոգին ամացել ինձ սովորացրել, որ ես հավատքս մերժեմ, որ ցանկություն հանգարտ չեղյանա իմ մեջ։ Ինչով ենք հաղթում մեղքին, հավատքով, դրա համար գրած է աշխարհին հաղթում են հավատքով, այս հավատքով, որի մասին խոսում ենք, հասկանում եք, օրինակ մարդ կա, մեղքի կյանքին հավատում է, բայց աղոթում է, մաքրի, հա չի մաքրի, աղոթումը չի մաքրի։ Գիտեք, այդ ինչ է նման, ես մի հատ կոպիտ օրինակ եմ ասում, նա շատ կոպիտ է, բայց կուզում է։ Պատկերացրեք, մարդի ներսը գիտեք, որ վիշապ բնություն կա։ Այդ վիշապ բնությունը իմ մեջ խելոք նստած է։ Սկի չեն իրար կարում։ Ես առավոտ իր համար կենթանում, առավոտում եմ մի հատ պատչում եմ իրեն, երեսս քշում իր երեսին, վայ ասում եմ մեռնեմ քո ջանի, դու խելոք մնա, ես ամբողջ օրը քո կամքը կկատարեմ։ Դրա համար մարդը, որ մեղքի համար կենթանի է, այդ վիշապոց իրար ինչ կա, ինքը հանգիստ պարկած, քնած այդ վիրակամ կկատարես, որտև այդ հավատքով ես ապրում։ Բայց հենց որ ասում եմ պատվիրանքը վրաս հասավ, երբ որ ես պատվիրանքը ընդունեցի կյանքը Հիսուսի մեջ է, Աստծո խոսքի մեջ ասում է, կատվում արդեն վիշապը պսկում արթնանալ։ Մոսե, դու ինձ մերժես, այո, ես քեզ մերժել եմ, մահ մերժեմ, այո, թափելուչան մերժել եմ, ես քեզ այլևս չեմ հավատալու։ Քո մեջ կյանք չկա։ Այս սկսում է նոր դրիվը, նոր ռոմեացի 7-րդ դրուկ ասացում։ Բայց այն եղբայրների քուրը, որ հավատք ունեն այս աշխարհի կյանքի նկատմամբ, մեղքի նկատմամբ, այնտեղ սատանան ինչի դեմ պատերազմի։ Դու արդեն իր ստուգն ես, իր ծերի թաշկինակն ես։ Դրա համար սիրելի, սա ճշմարտությունն է, որ պետք է իմանաք դուք։ Սա ճշմարտություն է։ Դու պետք է հասկանաս, որ մեղքին հաղթելու առաջի քայլը, մեղքի նկատմամբ հավատքը մերժելն է։ Հասկանում եք ինչ եմ ասած։ Նայեք, ուզում եմ մի քանի մտքեր ասեմ, որպեսզի դուք ուշադրեցեք։ Մի գողացիր, մի շնացիր։ Էսի օրենք է, օրենք ասեմ, մի գողացիր, դու մի գողացիր, մի շնացիր, միշտ հեռու ես պահում, էսի օրենք է, դա հավատքը որն է, հավատքը սա է, Հովսեփ ասեց, չեմ հաճում, ինչ ասեց Հովսեփը, հաճելի չի ինձ, օրենք գոյություն չուներ, տասնաբանի օրենքներ չկա, ոնց եղավ, որ Հովսեփը ծննդոց գրքի մեջ ասում է ինքը, ինձ հաճելի չի, ես այդտեղ ուզում եմ կարդամ և դրան մի փոքր խոսենք այդ մասին։ Եղավ օրանգանի ետքը անոր տիրոջ կինը աչքը տնկեց Հովսեփի վրա ու սա, պարկե ինձի հետ, բայց անիկա չհաճեցավ, չհաճեց, ինչի չհաճեց, ով ասեց նրան, մի հաճ հավատքը, այև որ մարդը չի հավատում դրան, արդեն դա իր համար անհաճույա, չհաճեցավ, նա չէր հավատում, որ դրա մեջ կյանք կա, դրա համար ինչ արեց, չհաճեցավ, սա հավատք է, այ հավատքը սա է, որ դու, կեզ մարդիկ խապում են, ստգում են, ասում են լսի, քուր ջան, արի ամուսնացելի, շատ է ջրով մկրտված ես, հոգով մկրտված ես, բան չկա, ամուսնաց մի հրաշալի տղու հետ, այդ տղեն շատ խելացի է, շատ գիտուն է, վանքել է եթում, աղոթք է անում, զուրգից էլ տեղակա, լավ էլ փող ունի, լավ է սուն ունի, քեզ երջանքի ցանկ հասցնի, արի ամուսնացի տղի հետ։ Հետո կփոխվի, խելոքն է, ինչ կա։ Այս սերմերը ցանում են, եթե դու հավատում ես,
որ կյանքը Հիսուսի մեջ է, դա քեզ անհաջող է արդեն։ Չես անի, սպանեն էլ չես անի։ Բայց որ սկսում է խոսալ հավատքա մեջ է, հավատքը բորբոքում է, ցանկությունները բորբոքում, ասում ես լավ, ինչ արջվի հայ արդեն։ Մեր քուրերից մեկը, նայեք, տեսեք ինչ հետաքրքիր պատմություն են պատմում, լսեք այս մասին։ Սա պատմում է, որպեսզի նման քուրիները արթուն ունեն, եղբայրներն են արթուն ունեն։ Մեկը 13 տարի բանտը նստած ալնում։ Բանտից ցնում գալու ման տենում են իր մերը հավատացյալ։ Վերջը մի հատ հավատացյալ քուրիկի էթում է համոզում է, վերջը խոսում է բանսան, վերցում է ճանապարհին որ բերի։ Ճանապարհին բերում է այս հանցագործը 13 տարի բանտ նստած ցենց ան լսի այ քուրջարասնա հələ իրար կպաշ չկան բան չկա ես ախիվում եմ ես մեր ասма հավատք աստված կա արի քեզ տանեմ հետ այդ անհավատ այդ հանցագործը հավատացյալ են ասում չի որ եկել եմ տալ ինձ այդ հանցագործը մինչև այսօր լեբանտի մեջ է նորից թազա նստավ Մարդ սպանես ստեղ։ Մի ահավոր տառապանք, օր ու արև չի տեսել մինչև այսօր։ Իմեր մարդը բանտի մեջ է, պետք է հաց մուլա, նոր գնացել եմ, քանի անգամ այցել եմ, խոսացել եմ, այ աղջիկ ջան, գոնե պաշտամունքի արի, որ այս ժողովուրդը քեզ նայեն, սովոր չմեռնես, ոչ դու ոչ եկուներ։ Ես անհավատ ասում եմ, քենա քեզ հետ տանեմ, վախենում ասուց էլի, ասում եմ կարող է տանեմ իմ կրնին փորձանք բերեմ էլի, ասվածի կարող է պաչի, վախենում ես անհավատը, բայց ինքը չի վախենում, ինչի վար որտեղ չի հավատում, որ դրա մեջ կյանք չկա, չի հավատում, հավատքն է մարդին կյանք տալիս, մարդը ինչ չի նկատմամբ, խորը հավատք ունի, նրանով էլ ապրում է, Հանավատել են հավատքով արդեն։ Ես իմ փոքր աղբեր ունեմ, ձգնորսությամբ ազբաղում, մեծ բիզնես ունի, բայց իր երեխեք են զբաղում։ Ասում եմ լսի, բիզնես կի չես ապաշխարում, ասի ձգնորսության համար ինչ ես անում, 30-40 հազար փող դոլար տապցել է, էլ չիդես կարդ, ինչ ասես առնա, էթում ժամերով նստում ես վեճերի աղբեր, ասի դու հավատում ես չէ, որ դրա մեջ հանգստություն ու կյանք է, ասեց հավատն դրամարանն է, ասեց ինչի հավատում ես, էլ անում ես հավատանը, բայց որ հավատաս Հիսուսի մեջ կապաշխարես, ապաշխարելը սկսում է մերժելուց անհավատություն անել մեղքի նկատմամբ, մտեցած սկսում ապաշխարությունը, հիմա ես որի ունեք այդ որ զրուցում եմ մկրտել, այդ նույնը թող ստեղ ունի, Եթե մարդի հավատքը չի փոխվել, նրան մկրտելը հանցագործություն է։ Դու այդ մարդին սարքում ես հանցագործ։ Նա հավատքը չի մերժել, դու նրան մկրտում ես որպես քրիստոնյա, որպես Քրիստոսի աղջիկ, որպես Քրիստոսի տղա, նրան մկրտում ես հանցագործ։ Դու ես հանցագործ մկրտող, եւ նա էլ է հանցագործ, որ մկրտում է հասկանալը, որ հավատքի կյանք է, բայց հավատքի կյանք չկա։ Այն մարդի հավատքը նրա մեջ է, որ մկրտի կարգնի երջանկություն դրա մեջ է։ Ես նա լուրջ բան եմ ասում, սա կարևոր է, սիրելի եղբայրներ։ Եթե մենք հավատում ենք Աստված կա, իսկապես եթե նա կա, ուրեմն նրա օրհնություն էլ կա։ Եթե մենք հավատում ենք նա կա, նրա օրհնության չենք հավատում, ուրեմն իրան չենք հավատում։ Քիչ չի համբերում երիտասարդը մինչև խոնարհվի, բժշկվի, հավատքը փոխվի եւ ամուսնանա, Տերը ձեռքը տնի վրան եւ օրհնի։ Այդ օրհնությունը ես դարձում եմ ասես, գնա ինձ պետք չի օրհնություն Աստված։ Դու արհամարում ես Աստծուն։ Սպասի, աղոթի, լացի, ողբա, մինչև Տերը հաջողի, Տերը ձեռքը տնի քո փսավելությունը։ Տերը ասում է, ես ուզում եմ ձեզ օրհնել։ Եվ տեսեք մի խոսք եմ ուզում կարդալ, սա վերաբերում է բոլորիս, բայց գրված է քահանաների համար։ Բայց գրված է քահանաների համար։ Դրա համար մենք պետք է արթուն լինենք եւ հոգեվոր մարդ դառնանք, որովհետեւ ես անեծքը չկա մեր կյանքում եւ ընտանիքում։ Եթե օրհնություն չկա, անպայման անեծ կա։
Եվ հիմա այս պատվերը ձեզի ով քահանաներ։ Մաղաքիա 2-րդ գլուխ։ Եթե մտիկ չանեք ու ձեր սրտի մեջ չդնեք, որ իմ անվանս պատիվ տակ, կսե Տերը, եթե ձեր սրտի մեջ չդնեք, որ իմ անվանս պատիվ տակ, կսե Զորաստերը, այն ատեն ձեզ անես դիղրկեմ, ու ձեր օրհնությունները պիտի անիծեմ, այո սանոնք արդեն անիծեր եմ, քանզի դուք ձեր սրտի մեջ չեք դնել ինձ պատիվ տալ։ Մաղաքիա 2-րդ գլուխ 1-2 խոսքերը։ Եղբայրներ քույր, եթե Տերը չի օրհնում, կարող է ողորմի։ Տեսեք, ես դրան հավատում եմ, որտեղ Սուրբ գրքում է գրած։ Կարող է ողորմի, նայեք, Եսայի մարգարության մեջ կարող է ողորմի, բայց ամբարիշտին ողորմությունը լա արդարություն պիտի չսովորի։ Տեսնում եք ինչ կա։ Անիկա ուղղության երկրի մեջ անություն գործե ու Տերոջ մեծափառությունը չի տեսնի։ Եսայի 26:10 Կարող Աստված ամբարիշտին պատահում ասենք, ողորմում ասենք, սոված է հացատալի, հիվանդը հաղորդում են մարդը, ամբարիշտ է, բայց Աստված բժշկում անում ողորմում է։ Ողորմել դեր չի նշանակում դօրհնված։ Սա շատ հավատացյալ է, ողորմությունը համարվել օրհնություն։ 26:10 Սա ճշմարտություն է, որ սովորացնում ենք ձեզ Հիսուսով։ Եթե սոր մի բան ողորմություն անում ես, դու պիտի ապաշխարես, դու ես պիտի խոնարհվես, որ Աստծո խոսքին հնազանդվես, որ Տերը քեզ ինչ անի, օրհնի։ Օրհնությունը շատ մեծ բան է։ Շատ մեծ բան է օրհնությունը։ Այն էլ Աստված է օրհնում։ Աստված մեկի որ օրհնում է, հենց չի օրհնում։ Աբրահամին ասեց. քեզ պիտի օրհնեմ։ Եվ օրհնեց։ Եվ ամբողջ ազգեր ասեց օրհնություն կապել։ Թող Տիրոջ անունը փառվի։ Որպես մենք այնպես խոնարհվենք, այնպես հնազանդվենք իր խոսքին։ Ճշմարտությունը որ օրհնի քեզ։ Ճշմարտությունը օրհնի քեզ, քո տունը, քո երեխաները, քո ազգը ծևը։ Այո, նա օրհնում է։ Գիտեք ինչքան է օրհնում։ Մեկ մարդի պատճառով կարող է օրհնվել ամբողջ ծևը։ Ասում է, մինչև 1000 ազգ կարող է օրհնել քեզ։ Տեսեք, մեկի պատճառով ինչ օրհնություն է տալիս։ Դու կարդում եք, չէ՞ Սուրբ Գիրքը, թե չէ կարդում եք դեռ։ Ելից գրքի 20 գլխում գրված է այդ մասին, որ ես պետք է օրհնեմ։ Ես քո Տեր Աստված, նախանձոտ Աստված եմ, որ հատուցանեմ հայրյանությունը, որ դիվա մինչև անոնց 3-4 ազգ, որ կատեզիս։ Եվ կողորմիմ անոնց մինչև 1000 ազգ, որ կսիրեն զիս ու իմ պատվիրանքներս կպահեն։ Ողորմություն անում մինչև 1000 ազգ։ Մեկին որ օրհնում է, մյուսներին ողորմում է հանուն դրա։ Դավիթին որ օրհնեց Աստված, այդ սերունդը տենց օրհնության գնաց ողորմություն արեց մինչև հասավ Դավիթ։ Եկավ Հիսուսը ծնվել այդ ազգից։ Աստծո օրհնությունը եղբայրներ ջան, մենք ճշմարտություն ասա։ Ավելի լավ է ես ամեն ինչի զրկվեմ, ինակ Տերը օրհնից։ Ոչինչ։ Կարող է ես մի աչք չունենամ, բայց Աստծո օրհնյալ մարդ եմ։ Բայց կարող է դու ես 4 աչքեր ունենամ, Աղնոսները վրես դրած, բայց օրհնություն չունենամ։ Ճշմարտությունը սիրում է օրհնել իրան ընտիր, հավատարիմ, արդար, սուրբ մարդկանց։ Աստված էսպիսի Աստված, սա ճշմարտությունը, դրա համար հավատքի ընտրության ճանապարհով մարդը ազատվում է սատանայի իշխանությունից եւ դառնում է Աստծո իշխանությանը։ Այսօր մեր ամբողջ հավատքի նպատակը այս իրականությունը կատարվի։ Սա գործարակելիցում է գրված, որ մենք ընտրում ենք հավատքը եւ հեռանում ենք։ Անոնց աչքերը բանալու խավար են լույսի, սատանայի իշխանությունը Աստծո դարձնելու, որպեսզի անոնք մեղքերի թողություն առնեն, Սուրբ Հերի հետ մասնակցության ինձի հավատալով։ Գործարակելոց
26-ի 18-ը։ Հավատքով մեր աչքերը բացվում է եւ մեզ Աստված սատանայի իշխանությունից տեղափոխում է Քրիստոսի իշխանության տակ։ Սա կատարվում է հավատքով։ Մերժում ենք մեղքի կյանքը, հավատում ենք Քրիստոսին, ընտրում ենք Քրիստոսին, տրվում ենք Քրիստոսին, խոնարհվում ենք նրա խոսքի առաջ եւ Տերն էլ մտցնում է իր իշխանության տակ եւ օրհնելու համար։ Հարավորվի Տիրոջ անունով։ Ուրեմն բեկետ հավատքի ընտրության ճանապարհով մարդը մնում է մեռնում է մեղքի համար եւ կենթանում Աստծո համար։ Եվ պատկերացրեք, մենք էլ Հիսուսի աշակերտներ բան ենք, աշակերտ չենք, բայց այդ աշակերտներ թվի մեջ ենք, խմբի մեջ ենք ունեցած։ Տենում ենք, որ Հիսուսը հրաշք անում, հիվանդաբուժում, կաղա, կույրա, մեռել անում, բայց մենք դրանից խաբար չենք, մենք բոլորս մեծարում ենք իրան եւ հավատում ենք, որ ինքն է անում։ Բայց մի օրից մի օր մեզ այդ աշակերտները շնորհ կատարում, ասում են գնացեք դուք էլ արեք։ Իմես մարդիկ արել են։ Այդ անելուց հետո ես մեկ միտք առաջացել, թե ով է առաջին։ Դե կարող մեկը մտածի, ես 10 հատ եմ լարում, ես առաջին դեմ։ Հիմի տեսեք, նայեք ոնց են խոսում Հիսուսի հետ, ես ուզում ես տեսեք դուք։ Ուշադրություն եմ ուզում դարձնենք սրա վրա։ Ես տեղի վրա Սուրբ Հոգին շատ է կանգնեցել եւ սովորացրել է կարևոր բաներ։ Տեսեք ինչ ասում։ Ասում է, երբ չընդունեցին Սամարիա Հիսուսին, ասում է, Հակոբոսն ու Հովհաննեսը տեսան սինտեր, ուզես, որ ասենք, մենակ դու համաձայնվի, չխանգար ես էլի, Ղուկաս 9-րդ գլուխ, 53 խոսքից, Հակոբոսն ասում, Տեր, կուզես ասենք, որ երկինքից կրակ իջնի եւ սատկեսին սանում ինչպես եղա նրա։ Կուզես, որ ասենք, չեն ասում, դու արա, ուշադիր լսում եք։ Այսինքն արդեն այդ զորությունը, որ իրանք ունեն, իրանք արդեն կարան անեն, Հիսուսնով, մենակ դու չխանգարես։ Կուզես, այսինքն թուլագրություն է, մենակ չխանգարես։ Չեն ասում, աղոթենք, որ դու անես, արդեն էդի վերացել է։ Այսի խարիզմատերի հոգին է, որ մարդը ինքը ասում է, ես կարամ անեմ։ Շավորը Սուրբ Հոգու տեղ անցկացնել, հասկանում եք։ Խարիզմատիան ինչ նշանակում խարիզմատիան նա չի, ճիշտ է, խարիզմատիկ բառը նշանակում է պարգևներով առաջնորդող բառ, դա տենց է նշանակում։ Խարիզմատիան նա է, որ Աստծո զորության փոխարեն ուրիշ զորություն են ուզում ներարկել մարդկանց մեջ, որպես համար ուզում եմ կարդալ Սուրբ Գրքից։ Վանսի Տեր Յովան այսպես ասել, որտեղ դու ծափ զարգիր, ոտքդ գետին զարգիր, Եվ Իսրայելի երկիրը քո հոգու բոլոր արհամանքներով ուրախացար, անոր համար ես իմ ձեռքս քո վրա դերգցնեմ, քեզ ազգերուն հափշտակությունալու պիտամ, քեզ ժողովրդի միջին պիտի կտրեմ, քեզ երկրների մեջ պիտի կորցնեմ, քեզ բնաջիր դնեմ ու պիտի գիտնաս, թե ես եմ Տերը։ Այսի խարիզմատիա է։ Ասում է, որ դու ինչ որ արհամարված Աստծո կողմից դու դրանով ես ուրախանում, շնչավորով ես ուրախանում, մարմնավորով ես ուրախանում, դրանով ուզում ես առաջ գնաս, այդ իմ առաջ պիղծա, այդ խարիզմատիան սա է։ Եզեկիել 25-ի 6-7-ը, Եզեկիել 25-ի 6-7-ը, Փորձեք, մեր հայր եղբայր լավ էր ասում էդի, ասում մտեք խարիզմատիայի ժողովը, հոսանքը քաշեք, վсё, սա կայնելու է։ Եվ ասում են, որ նրանք ոչ թե դի փարտանիչին, դի փարտան Ֆարադեին։ Հայր եղբայր էր ասում։ Այսինքն ուրախություն ստեղծեք, երաժշտությունով երկնային կյանք ստեղծեք։
արհեստական սեր ստեղծենք, արհեստական ուրախություն ստեղծենք, արհեստական շնչավոր։ Դες դրա համար ստեղ ասում եմ Իսրայելի երկրը քո հոգու բոլոր արհամարանքներով ուրախացար։ Այսինքն ասում անհաճո ուրախությունով ուրախացար։ Ունայնությունով ուրախացար, շնչավոր էներգիայով է։ Եվ դրա համար է Տեր Հիսուսի աշակերտները սենց ասեցին Տեր Հիսուսին։ Կուզես 9-րդ գլուխն է նորից շարունակենք։ Կուզես ասենք բայց չէ որ այդ զորությունը իշխանություն որ քեզ տվել է ինքն հատվել։ Փոխանակ իրանից աղոթեն, ասեն Տեր դու ասել էլի որ կրակիչնի։ Արդեն իրանք ուղղակի Հիսուս դու չխանգարես, մենք կրակը գիչեցնենք։ Եվ տեսեք նրանց խոսալու հոգին։ Ասում է երկիս կրակցենք, ես սատկացնենք զանոնք։ Այսինքն մարդիկ անասուն են ասում։ Դու պատկերացնում եք մարդիկ, դու պատկերացնում եք մարդիկ Հիսուսի հետ են մանկալում։ Եվ նրանք ստացել են զորություն, նայեք, 12 աշակերտներ մեկտեղ կանչելով անոնց զորություն իշխանություն տվա դևերի վրա աղտել բժշկել։ Մարդիկ Հիսուսին հետևում են, դու հասկանում եք։ Հիսուսը նրանց վստահել է իշխանություն զորությունա տվել հիվանդները բուժելու, բայց այս մարդիկ Հիսուսից բան չեն սովորել, մարդկանց սատկացնել են ուզում։ Բայց նրանք խարիսմատիկ չեն ինչ են։ Հիսուսի աշակերտները սա խարիսմատիայի հոգին է, որ ես քեզ կարող եմ։ Դες այսօր մեր մամիկոն եղբայրը մի լավ խոսք է ասում։ Ասում է, եթե հանկարծ մի օր կտեսնենք, որ մենք թիկնապաներում ենք մտնում պաշտպանում, մեզ էլ չլսեք։ Հիմա աշխարհարչակ կարոզիչներ կան, կարիք չկա ուններ ասել, որ գալիս են ժողովի թիկնապաների կողմերը։ Ասենք հրեշտակ ինչ գործում է կայնի։ Հիմի այս մարդիկը չեն ուզում սատկացնել խել ժողովրդին։ Ինչա չեն ընդունել։ Տենում եք, մարդը, երբ որ զորություն աստանում, իշխանություն աստանում, կտրվում Աստծուց։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ես զգում էի կյանքի մեջ, զորությունը կար, իշխանությունը կար։ Այդ վիճակի մեջ դևերը Հիսուսին հավատալով ընկնում են գետին։ Ես կարող եմ տիրոջ փառքեմար վկայեմ մի հատ դեպք, ու շատ է մի հատ դեպք վկայեմ։ Գնացել էի Իջևան պաշտամունքի։ Գնացել էի Իջևան պաշտամունքի։ Պաշտամունքը բրծանք, իտոր հաց ենք ուտում, այդպես զրուցում էինք հոգևոր թեմայի շուրջ եւ այդ դևերի հետ կապված ես որոշ բաներ էի բացատրում, ասում եմ եղբայրներ, ամեն մարդին չի որ պետք է դիվահարանվանենք։ Ասենք մարդը կարող է ջարդում է, փշում է, անքնություն անում, դա դիվահար չի։ Հիվանդություններ հազար մի տեսակներ կան, չարով բռնված, չարով կապանքներով, հազար մի։ Դիվահարը նա է, որ նրան կառավարել չես կարող, ինչպես Գերգեսացի դիվահարը, դա է դիվահար։ Դիվահարը նա է, որ նրան միտքը բացարձակ չի աշխատում։ Եվ նրան բռնել անհնարին է։ Իսկ եթե մեկը հարցակման տակ է, միտքը հարցակման, մեկ է սա ճաշը վերցրեց, շրսեց երեխու գլխին։ Կամ ուզում երեխուն խեղդի։ Խփում, ջարդում, փշում, մեկ է սա խաղա նստում է, նորմալ մարդիկ ես։ Սրանք չարի հարցակումներ են։ Բռնվածություն կա, մարդը ասած բռնված է, նստած շուրջ աշկերը մի կետին հառած, ոչ էլ թարթում է, ասած։ Սա դիվար չէ, սա բռնված է։ Կամ ասենք լուսնոտ կա, մեկ սա պատիվով քելում է, պատիվով քելում է։ Պատը սենց հա, ինքը վրով քելում գլում կտուր, սենց քելալու գլում կտուր։ Սա դրան հոգրում եք, մարդին քելում է։ Կամ էպիլեպսիկ կա, մեկ է սար սենց անում պրպրտում գլում կետին։ Իմ հետ ուսանող ես սովորել եմ։
մեկ էլ այդ պրոցեսը անցնում է նորմալ մարդ։ Նորմալ, դասապատում, սովորում, խոսում, նորմալ է։ Չէ։ Դան բոլորը չարով բռնվածության հարցակման բաներ են։ Դիվարը նա է, որ լրիվ սանձել հնարավոր չէ։ Լրիվ կառավարումը նրան դեր։ Ես ուղղակի միջակայք ասեցի, որ ինչ-որ չլի ամեն մեկին դիվար անվանի։ Վերջը, ուրեմն խոսում ենք այդ մասին, մեկ էլ միակ քուրիկ ներս ընկավ։ Լացել եմ ողբալով, ասես տղես ուզում է հորս տանի, հասեք փրկեք։ Ուրեմն այդ չարով բռնված է տղան, չարին խիստ ներգործություն կա, տերում է աշտամուքին մեր եղբայրից մեկը քարոզում է, այս մատը չկասեց, կդրած։ Ասում է, եթե ուզում ես այն նրան մարդ լնես, պետք է այդ մատը կդրես։ Մի հատ էլ մարդ կսպանես, կգասի մոտ, ես քեզ մեծ պաշտոն կտամ։ Սատանան խոսում ես մարդիկ։ Ես է տանում ատերում է, տապորով ես մատը կզում։ Իրական դեպք են տանում, դեքյա չեմ տանում։ Տնում ես տապորով, չեն զում որ կզրել է։ Հարազատներն են պատտում է քիչ բին դանը, որ արնում չկա, վերջս ես կզում է մատը։ Հիմի որոշել է հորս տանի։ Այդ պարագային եկավ այդ քուրիկը լացելով դելան գնացել։ Ասի եղբայրներ, ես թորյաներ խոսած, եթանք լա պրակտիկա։ Հասան գտեղ, հիմետի տեսավ Հիսուսը մեր հետ, ինքը տենում է, սադամային ցույց են տալ, տենում է։ Դող ասից, ինչ եք ուզում ձնից։ Ասում ենք քեզ պիտի հարցնենք ինչ եք ուզում քեզնից։ Մեզ տեր Հիսուս ինչ հրամայեն պիտի անենք։ Ինչ հրամայում քո Հիսուսը։ Ասի Հիսուսը ինձ ասում է, որ անցի ներս։ Բայց չի տուալետ է մետում, ասի Պետրոն բերի ներսը։ Քեզ շփտի լսենք։ Վերջը։ Հիմա նստավ Աստծո խոսքով սկսեցին խոսալ, վերջը չերկարացնեմ, եկա թուղթ գրել, մեկ էլ հանգած միտքը բացվա։ Մեկ էլ որ տեսավ մատը գծրած, հիմի հոր չի գոռում, հոր չի լացում։ Բայց կասում, ես իմ քանոր մատը գծրած չի զգացում։ Վերջը չերկարացնեմ, ես մարդը բժշկա։ Իմ որ եթա գիջևան, հարցրեք այդ մարդին, տիրոջ եկեղեցում, տիրոջներ փարավորում։ Ուզում ասացնեմ, այսպիսի հրաշներ մեր կյանքում կատարվում են, բայց մեր ներսը մեղքի թագավորություն է։ Հասկանում եք սա։ Հիմի այս մարդիկ հրաշք անում են, բժշկություն անում են, Հիսուսի անունով, բայց իրանց ներսը մեղքի թագավորություն է։ Այսօր շատ քարոզիչներ, որ տեսեք եղբայրներ, մի հատ հետաքրքիր օրինակ եմ ասում, իմ ձեռքի վրա, քո ձեռքի վրա։ Ես իմ ձեռքս միգրաֆոնը իրար տալի, շեր կա վերջնում, ինչ-որ ուժեր անում, գործ անում։ Հիմի ես ձեռքս, որ գործ անում, իսկ իմ ձեռքիս կարող է թվա, որ այդ գործ անելով ինքը կենդանի։ Բայց իրականում այս ձեռքը, որ գործ անում, իմ մարմնի մասն է, իմ այրունա մեջ է, իմ ներսի կյանքն է մեջ է, եւ իմ գլուխն է կառավարում, դրա համար նա կարող է գործ անի։ Սատանան ասում է, որ գործ անում ես, այս գործով ես դու կենդանի։ Եվ նրանք ինչ իրավունք ստացան եւ ինչ էին ասում էին սատկեսնենք զանոնք, ինչպես եղան հրավ։ Եվ Տեր Հիսուս ինչ ասեց, դարձան նրանց հանդիմանոստ, չգիտեր ինչ հոգի դեք դուք, բանզի որդի մարդու չեկավ, մարդկանց հոգիներ կորցնելու հապափրկելու եւ ուրիշ կերպ գնացին։ Տեր Հիսուս հանդիմանեց նրանց։ Այս մարդիկ գոնե ասեր, խնդրենք պատժվեն էլի սա, բայց ինչի է գրած սատկեցնել։ Գրած է, որ այս մարդիկ Հիսուսի հետևից են հետում, Հիսուսի ձորություն ստացել էին, բայց մարդկանց մորթում էին։ Անասունի պես ուզում են մորթեն, սատկեցնեն։ Այդ մարդը կարող է հրաշք անի, բժշկություն անի, մարգարեություն անի, բայց իրան նման մարդի նկատմամբ գոհ չունենա։
Իսկ եսի կարծում եք խարիզմատիկները հասկանում են, եսի չեն հասկանում։ Տեսեք մեռելին հարություն տվեց, հայ տվեց տվեց ինչ անեն։ Բայց այդ մարդ ներսի մեղքի թագավորություն ազատ է։ Ազատ է մեղքի թագավորություն։ Իրա ներսը կյանքի հայտնություն կա։ Այսօր Սուրբ Հոգին է սիապացել Հայաստանի եղբայրության։ Հասկանում եք։ Եվ գիտեք ինչ մարա բացել, ես մի կարևոր բան եմ ասում։ Մեր պապերը նախնիները։ Ես ուզում եմ նոր ուտեղացի ստեղ էլ կասեմ հիմա։ Լավ չի լսվում վերջում։ Ես մի շպարս խոսեմ։ Առաջի դարում, տեսեք, սա պատահական բաներ չեմ ասում, ուշադի լսեք։ Թադեոս Առաքյալը Հիսուսի խաչելությունից 10 տարի հետո Հայաստանում ծնվում է Սուրբ Հոգով մկրտված եկեղեցի 43 թվականին։ Հիսուսը խաչվել է 33 թվականին։ 10 տարի հետո Հայաստանում Սուրբ Հոգով մկրտված եկեղեցի է։ Եվ մինչև Գրիգոր Լուսավորիչը, մինչև Գրիգոր Լուսավորիչը 10 հոգևոր առաջնորդ են գնացել։ Թադեոս, Բարթոլոմեոս, այնտեղ Արտներսես կա, Շահե կա, Շավաշ կա, Ուշեր կա, Մերուժան կա, 10 հոգի, մինչև Գրիգոր Լուսավորիչը։ Աստված մեր պապերը, ասեն, ճիշտ ամենք որպես հայ ազգ, միայն հայրենի մեջ հատենց կերվում, դրամ հակառակ հլմա մարդ հլմա դրամ, դրամար մեր ազգը որ փողասեր է, սովաց կմենա, բայց մի հատ ջիպ կարի, որ կշի, վիլաներ սարքի, բայց իրա հարազատ աղբոր մի կողի փող չէ, կրապաշտ, որ փողասեր է մեր ազգը, բայց մեր ազգի մեջ սուրբերի հավատքի շնորհիվ հայ ազգը որտեղ գնա, նայեք, Թուրքիայում, արաբների մեջ, Եգիպտոսում, Էմիրատներում, ինչքան մուսուլմանական ազգերում իր վանք ունի, իր լեզուն ունի, իր կրոն ունի, չի ձուլվել, բայց բոլոր ազգեր ուր հետում են օֆիս են բացում, բայց հայ իր վանքն ասարկում, սա հավատքի ցակալի, հայ ազգը հասկանում ընտանիքի ինչ բան, չեմ ազգում որոշ ազգեր չեն հասկանում, բայց սա եկել է մեր պապերի աստծուն այնքան մոտիկ են եղել, մեր պատարակները Քրիստոս կյանքի հայտնության վերաբերյալ է, պատարակ, Քրիստոս կյանքի հայտնությունը, նարեկացի աշխարհը չունի, աշխարհը նարեկացություն ունի, Աստվածաշնչից հետո միակ գիրքը կա, որ աշխարհում մեծ ազդեցություն դա նարեկացին։ Դրանից նարեկացին այնպես հոգևոր խորություն ապացկացնում մարդի հոգու աշխարհը, դրա համար նրա խոսքերը գրած է սրտի խորքից խորք Աստծու հետ, չի գրած մարդի հետ։ Սա այսօր մեր երիտասարդները ունենք նարեկացում այդ մատյան որ կարդում են, այնց ազդեցություն են ունենում, երբ որ արտասանում են, ժողովուրդը լացմասան։ Մեր պապերի մեջ այս ճշմարտությունը եղել է, կյանքի հայտնություն եղել է մեր պապերի։ Դրա համար մեր մեծահասակները, երբ որ տեսել են Ադամը անցնում է, ոտի են կայնել։ 40 տարեկանը կայնում է ոտի 15 տարեկան տղամարդի առաջ, որտեղ հասկանում է, որ Ադամը բարձր ստեղծագործություն է եւ անցածր։ Այսօր քուրական այդ մասին խոսենք։ Եվ դրա համար սիրելի եղբայրներ ու քույրերս, տեսեք Հիսուսի աշակերտները ինչ բարձր մակարդակ ունեն հրաշք գործելուց, բայց հոգու աշխարհում ինչքան դատարկ էին։ Եվ սա ես զգացին կյանքի մեջ իմ հավատքի տարիների ընթացքում
առաջի 7 տարվա ընթացքում զգացի է դատարկությունը և 77 թվին ես զգում էի իմ հոգու աշխարհը իրեք Աստված ինչ բացեց ինձ ցույց տվեց թե ես Հիսուսին ոնց եմ խաչում ես այդպես դաշան այդպես ստոր այդպես ֆաշիստ այդպես կեղտոտ մարդ որ ես ինձ տեսա ասեց եսի դու ես մարդիկ գոռում էին խաչել այդ սաղ ժողովուրդի ձենը մի հատ ձենել իմ ձեն ամենաբարձր ու սաղին խեղդում էր ես այդպես գոռում էի ես ունեմ բանաստեղծություններ գրած Հիսուսին սենց է ասում խաչելուց ասում էի պիղծը դու ես այդ պիղծ սիրտը դու ունես ես եմ սուրբը դու պիղծ ես ես կասանությունը ես տեսել եմ իմ կեղտով սրտի մեջ և Աստված է մի օր ցույց տվեց նաև մեծ անձարացիր քաղաք է մեղքի միշտև արձանը մեղքից սարքած կար ճակատին գնաց էր պարտություն և այդ արձանը ես է դոշի և մեղքի արձաներ ունենք այն լրիվ ես էի ասեց այսի դու ես և որ սա ես զգացի տեսա հոգեպես ասի դու ընձի որ չպրկես հավիտյան արդար ես ես քեզնի փառավոր եմ Աստված այս բաներն է բացել ես հասկացա և այս վիճակի մեջ Տեր ասեց ես քեզ պետք է բժշկեմ դրանից և Տերը բժշկեց Ալելույա Տիրոջ 77 թվականին հիշում եմ հետևա օրը հիշում է զորապես բոլոր սալդատները բանակում էի ծառայում բոլոր սալդատները գնացել էին կինոտ հազվաշների ես մնացել էի իջել էի սուշիլկա միշտ գնում էի դաշտերի մեջ չորերի մեջ աղաղակում էի ողբում էի Հիսուս էի կանչում մինակ Հիսուս Հիսուս էի և Հիսուս երբ որ որպես կյանք հայտնվա հոգուս մեջ հասկանում եք Սուրբ Հոգին Քրիստոս կյանք հայտնեց ոնց որ գրած է կյանքի հոգի օրենքը զիս ասատեց և հետո հնչեց իմ ներսից իմ կյանքի առավոտ քեզնով եմ սկսում արեգակի ծագումից առաջ Քրիստոս կյանքի արեգակն է հոգուս մեջ ծագել փառավորվի այս ուսուցումը որ Քրիստոս որպես կյանք հայտնվի քեզ ոչ թե որպես զորություն հրաշք բժշկություն նշան հայտնություն տեսիլք կամ գիտություն իմաստություն այլ որպես կյանք հայտնվի քեզ նոր դուք հասկանաս Քրիստոսի կյանքի իշխանը այս ուսուցման նպատակը ես մեր պապերի արցունքն է մեր պապերի ողքն է Գրիգոր Մուսավորիչը 14 տարի հետ 50 ողբացվել է այս ազգի համար և շատ սուրբեր նահատակվել են աշխարհում ամբողջ Եվրոպան սա պատմության մեջ է գրված այդքան Քրիստոսի համար նահատակ չի տվել ինչքան միայն հայ ազգը Քրիստոսի համար պատմություն ասա սա հեքիաթ չի շատ նահատակներ են տվել Քրիստոսի համար ամենամեծ տանջանքներ միշտ Հռոմում եղել առաջի դարում մեծ ցարացանքներ և գրված են Սուրբ գրքերում բայց հայ ազգը միշտ տարապել է ողքի մուսուլմանական ազգերի ճնշումից բայց հայը իր հավատքը պահել է վրացին 9 անգամ իր կյանքի մեջ դավանափոխ է եկել բայց հայը մորթվել են սպանվել են ամեն ինչ մորթվել են բայց Ավետարանի հավատքը մեր պապերը պահել են փառավոր